Իրանում տիրող իրավիճակին արձագանքել է Պակիստանը, երկիրը վճռականորեն դեմ է Իրանի ներքաղաքական հարաբերություններում արտաքին ցանկացած միջամտության։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատերազմի չի ձգտում, բայց պատրաստ է դրան։ Բանակցությունները կարող են սկսվել, երբ ԱՄՆ-ն ընդունի, որ Իրանի հետ թելադրանքի լեզվով չպետք է խոսի։ Մեր տարածաշրջանը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ եւ երբեք այսքան մեծ չեն եղել սիոնիստական ռեժիմի սպառնալիքները, նշել է Արաղչին։ Այս ամենի ֆոնին Իրանում ցույցերը շարունակվում են։ Իրանի Քերմանշահ եւ Չենարան քաղաքներում ուժայինները կրակել են ցուցարարների ուղղությամբ, ինչի հետևանքով կան զոհեր եւ վիրավորներ։ Երկրի հարավարևմուտքում գտնվող Լորդեգան քաղաքում զինված ցուցարարները հարձակվել են ոստիկանների վրա։ Զոհվել է իրավապահ մարմինների 2 աշխատակից, 30-ը վիրավորվել են։ Ըստ տեղական Մեհր Նյուզի, մի խումբ առևտրականներ փակել են իրենց խանութները եւ հավաքվել են փողոցներում։ Ցուցարարների ընդհանուր թիվը հասնում է մոտ 300-ի։ Մարդաշատ բողոքի ակցիաներին միացել են նաեւ այն քաղաքները, որոնք մինչեւ այժմ ակտիվություն չէին ցուցաբերում։ Մի շարք զինվորներ նույնպես միացել են անհնազանդությանը։